Բարի երեկո, այսօր արդեն սեպտեմբերի 10-ն է և մենք շարունակում ենք մեր հանդիպումների շարքը, որը արձակուրդային ընդհատում ունեցավ օգոստոսին, մենք էլ էինք արձակուրդում, և շարունակելով այսօր կրթության ոլորտին ենք անդրադառնալու և կիրթ երկիր խորագրի ներքո այսօր հյուրընկալում ենք գրող մի շարք դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանին, թեման դպրոցական կրթության ճարտարապետություն, չափորոշիչներից ստեղծարարություն և մասնավորապես կանդրադառնանք հետևյալ թեմաներին՝ պետական չափորոշիչներն ու դրանց ազդեցությունը կրթության որակի վրա, տարրական դպրոցի դասագրքերի ստեղծման ամբողջ ընթացքը գաղափարից մինչև հաստատում և ստեղծարար մտածողությունը որպես կրթության առանցքային բաղադրիչ, ընդհանուր նյութը ներկայացնելուց հետո կունենանք նաև հարց ու պատասխանի հնարավորություն դահլիճի հետ, նաև խնդրում եմ հեռախոսները դնենք ինքնաթիռի ռեժիմ, որպեսզի մեզ չխանգարի, ես էլ միացնեմ, ու նաև մի բան էլ հիշեցնեմ մեր դիտողներին, ովքեր որ YouTube-ում կդիտեն, որ այս նախաձեռնությանը կարող եք աջակցել նաև Patreon-ում, մեր Patreon-ի բաժանորդ կարող եք դառնալ և այդ ձեր նվիրատվությունները կգնան այս շարքի շարունակության համար։ Խնդրեմ պարոն Սարգսյան, ձեր թեմաներին անդրադառնանք, ընթացքում նաև հարց ու պատասխաններ կունենանք, նախ նաև շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Ամենայն հավանականությամբ ավելի ճիշտ կլինի սկսել, թե ինչպես է այսօր դասագիրքը հեղինակից մինչև դպրոց, ինչ ճանապարհ է անցնում։ Ես երկար տարիներ, խորհրդային տարիներին աշխատել եմ լույս հրատարակչությունում, որը զբաղվում էր միայն դասագրքեր տպագրելով։ Եվ բավական լավ գիտեմ այդ մեխանիզմը, թե ինչպես էր դա տեղի ունենում։ Այն ժամանակ հիմնականում մենք թարգմանում էինք ռուսերենից հիմնական դասագրքերը և մեր երկրին վերաբերող դասագրքերը, պատմությունը, լեզվի գրքերը արդեն կոնկրետ մարդիկ կային, որոնք դրանք հեղինակներ էին և որոնց գրածները անպայման անցնում էր գլավլիտով։ Գլավլիտը մի մարմին էր, որը մանրակրկիտ ուսումնասիրում էր, որպեսզի որևէ բան չսպրդա հակախորհրդային, որևէ բան հանկարծ չլինի հակագիտական էլ, որպեսզի չլինի դասագրքի մեջ։ Այսօր գլավլիտի դերը կատարում է պետական չափորոշիչը, այդպես կարող եմ ասել պատկերավոր, և եթե հեղինակը այսօր մի մտահղացում ունի դասագիրք գրելու, առաջ միայն հրատարակչությունները կարող էին դասագիրք ներկայացնել նախարարություն։ Ավելի դեմոկրատացվեց և այսօր ցանկացած մարդ, անհատ մարդ կարող է դասագիրք գրել և ներկայացնել նախարարության համապատասխան փորձագիտական խմբի քննարկմանը և եթե նա հաղթարեց տվյալ շեմը, նախարարությունը այդ դեպքում կերաշխավորի և կհաստատի։ Այսինքն այդ ճանապարհը, որ առաջ միայն առանձնահատուկ մարդկանց էր տրվում հնարավորություն դասագրքեր գրել, այսօր ավելի, ինչպես ասացի, դեմոկրատական է դարձել և հնարավոր է, որ շատ անհայտ, բայց հայտնի հնարավորություններ ունեցող մեկը կարողանա դասագիր գրել և հաղթել մրցույթում։ Հիմա այստեղ մի ընդհանուր չափանիշ կա պետական չափորոշիչին համապատասխանություն։ Ինչ է նշանակում պետական չափորոշիչ։ Պետական չափորոշիչը մի փաստաթուղթ է, որով սահմանվում է, թե ինչպիսին պիտի լինեն դասագրքերը, ինչ պիտի ներառված լինի այնտեղ, ծրագրային ինչպիսի պահանջների պիտի բավարարի դասագիրքը, ինչ ընդհանուր ուղղություններ պիտի ունենա, այդ դասագրքով սովորող երեխան ինչ կարողունակություններ պետք է ունենա, որպեսզի շարունակի իր կրթությունը բարձրագույն դպրոցում։ Ինչ բան է կարողունակություն։ Կարողունակությունը մեր նախկին բառերով եթե ասենք, կարողությունն է և հմտությունը միասին վերցրած։
Կարողունակություն այն հմտությունն է, որ երեխան կարող է գիտելիքները, ստացած գիտելիքները կարող է կիրառել կյանքում։ Կարողունակությունները ձևավորվում են վերջնարդյունքների հիման վրա։ Վերջնարդյունքներն էլ սահմանվում են չափորոշչով եւ վերջնարդյունքները լինում են յուրաքանչյուր դասի ժամանակ, այսօրվա դասը պարապեցին ընթացք վերջում, ասենք 2 ժամ է տրված կամ 3-4, վերջում պիտի վերջնարդյունքները քննարկվեն ուսուցիչների աշակերտների կողմից եւ այդ վերջնարդյունքների տված հնարավորությունները երեխայի մեջ կարողունակությունները զարգացնելու համար։ Վերջնարդյունքները կարող են յուրաքանչյուր դասում քննարկվել, կարող են քննարկվել թեմայից հետո, կիսամյակում եւ տարեվերջին։ Այսինքն այդ վերջնարդյունքներով ձևավորվում է երեխայի ստացած գիտելիքը, կիրառելու հնարավորությունը, նրա դիրքորոշումը, որը նոր բան է, եւ նրա արժեքային համակարգ, այդ 4 բաղադրիչներն են։ Այսինքն, եթե դու գիտելիք ունես եւ կիրառելու կարողություն ունես, բայց այդ ինչ դիրքորոշում ունես, դեպի վատը կարող ես անել, դեպի լավը կարող ես անել եւ արժեքային համակարգի մեջ պիտի տեղավորես դա, արժեքային համակարգը պիտի լինի եւ ազգային եւ համամարտկային արժեքներ։ Այդ չափանիշները շատ գեղեցիկ դրված են չափորոշիչի մեջ։ Բայց ես մի թվավոր խոսք ասեմ ձեզ, չափորոշիչը որևէ բան չի որոշում, չափորոշիչը որոշիչ չէ, կյանքը ցույց տվեց։ Որոշիչը որոշողն է։ Ինչու՞։ Որովհետև դու կարող ես գիրք գրել, որը բավարարի չափորոշչային բոլոր պահանջներին եւ ասենք փորձագիտական խումբը նախարարությունը ստեղծում է ցանկացած դասագրքի համար փորձագիտական խումբ 10-12 հոգուց բաղկացած, որոնք քո ներկայացրած դասագիրքը տարբեր տեսանկյուններից դիտում են։ Օրինակ, մեկը սանիտարահիգիենիկ նորմերը, մեկը համապատասխանությունը ծրագրին, մեկը նկարազարդումները, մեկը գիտականությունը, մեկը բովանդակությունը, մեկը հետաքրքրաշարժությունը։ Այդ բոլորը փորձագետները գնահատականներ են դնում եւ համապատասխան շեմը, եթե անցնում են այդ գնահատականներով, դասագիրքը արդեն կարող է երաշխավորել պետական հանձնաժողովը, որի անդամներն են նախարարի տեղակալը եւ բաժնի վարիչներ, 4-5 հոգի։ Բայց հնարավոր է, որ ինչպես տվյալ իմ դեպքում Այբենարանը հայերենի 1 դասագիրքը եւ մայրենի 4 դասագիրքը փորձագիտական խմբի կողմից ստացան ամենաբարձր գնահատականները։ Ինչը որ ես ասում եմ նախարարության պաշտոնական կայքից, որովե օդում կախված լուրերից չէ։ Ստացան ամենաբարձր գնահատականները, բայց հանձնաժողովը չերաշխավորեց այդ դասագրքերը, հիմնավորելով, որ նրանք նախկին դասագրքերին նախկին դարձյալ իմ դասագրքերին, մեր դասագրքերին շատ նման են եւ կրկնում են նյութերը։ Դե դա այդ մոտեցումը կարծում եմ բավական սխալ մոտեցում էր մերժելու համար, կարելի էր ավելի հիմնավոր պատճառներ գտնել եւ ոչ թե այդպես պարզապես մերժել, որովհետեւ կոնկրետ Այբենարանի դեպքում եթե ասեմ, Այբենարանի դեպքում չափորոշչային բավական շատ հոդվածներ հիմնված էին իմ Այբենարանի վրա, որը գործել է 25 տարի եւ արժանացել է միլիոնավոր երեխաների եւ հազարավոր ուսուցիչների շատ բարձր գնահատականին։ Եվ չափորոշիչը կազմելիս, այս նոր չափորոշիչը կազմելիս հենվել են իմ Այբենարանի իրողությունների վրա։ Եվ հիմա այդ Այբենարանը ստացել է շատ բարձր գնահատականներ փորձագետների կողմից, բայց հանձնաժողովի նախագահը առաջարկել է չընդունել, չերաշխավորել, հիմնավորելով, որ Այբենարանը կրկնում է հին Այբենարանը։ Դա նույն բանն է, նախ չի կրկնում, Այբենարանը բավականաչափ փոխվել է, բայց դա նույն բանն է, որ մերժումը հիմնավորեն այսպես։ Վաչագան Սարգսյանը այս նոր Այբենարանում կիրառել է Մեսրոպ Մաշտոցի բոլոր տառերը, ինչ որ կիրառել էր նախորդ
դասագրքերում։ Արդյունքը այդպեսին կարող է լինել, այսինքն հիմնավորված չէր, որոնք եթե մեղմ բառով ասեմ, տխուր դասագրքեր են։ Ես եթե չեմ ուզում չարակամություն անել, բայց մի բանաստեղծություն պիտի մեջ բերեմ դասագրքերից մեկից, Այբենարանից։ Արայի երգը այսպես է կոչվում, մեկը լիներ, տունը շարեր, այգիս փորեր, ցորեն ցաներ, իսկ ես հանգիստ նստած երգեի, տրարարա, տրարարա, տրարարա։ Սա բանաստեղծություն է Այբենարանում, որը ցույց է տալիս, թե ինչպիսի վերաբերմունք կա, թե չափորոշչի նկատմամբ եւ թե ընդհանրապես մանուկների հանդեպ։ Սա ինչ է ցույց տալիս։ Եթե աշխատ չափորոշչով երեխաներին սովորեցնում են այդպիսի բան։ Դե բնականաբար ես դա որ նկատել էի, աղմուկ բարձացավ, դա անմիջապես հանեցին, բայց այնտեղ այնքան այդպիսի բաներ կան այդ Այբենարանում։ Ես սա առանձին հոդվածով կանրադառնամ իհարկե դրան, այստեղ չծանրացնեմ դա, ուղղակի ուզում ասել, որ չափորոշիչը կա, չափորոշիչը, ինչպես ասացի, որոշիչ չէ, որոշիչը որոշողն է։ Այս բառախաղը թող մարդկանց մեջ տարածվի, որ պատկերացնեն, թե ինչ է նշանակում կամայական վճիռ կայացնել առանց հիմքի։ Ընդ որում Այբենարաններից մեկը ծիծաղելին դա է, որ Այբենարաններից մեկը փորձագետները բոլորը մերժել էին եւ դա մերժված էր։ Դարձյալ նախարարության կայքում էր դրված, որ Այբենարանը մերժվել է, որովհետեւ չի բավարարում չափորոշչային պահանջներին։ Սակայն մի շաբաթ հետո այդ Այբենարանը նորից հայտնվեց եւ երաշխավորվեց եւ տրվեց դպրոցներին, հիմա երկու Այբենարաններ գործում են։ Սա չափորոշ բոլոր դիմացներից երկուսն այդ երկուսն են մնացել։ Այո, երեքս էինք ներկայացրել, իմը մերժեցին այդ երկուսն։ Այո, երկուսը անցան, իմ Այբենարանը մերժվեց։ Դե բնականաբար դա ինձ համար մի քիչ տհաճ էր, որ կոնկրետ իմ Այբենարանն է մերժվել, բայց առավել տհաճ էր, թե ինչ Այբենարաններ են մտել դպրոց։ Սա ավելի տհաճ երևույթ է, ճիշտն ասած, որովհետև մի բան է ստեղծվի Այբենարան, որը հավասար է քո Այբենարանին կամ նոր չափորոշիչներ է բերում, նոր բան է բերում, ուրիշ բան է, երբ որ դա շատ տխուր է, տխուր Այբենարան է եւ գիտեք ինչն է խնդիրը, ես էլի չեմ ուզում օդից կախված լուրերով ասել, երբ որ թերթում ես այդ Այբենարանը, չես կարող ասել, որ դա հայոց լեզվի Այբենարան է։ Այնտեղ չկան հայկական որևէ խորհրդանիշ, չկա որևէ հերոս, նույնիսկ ասենք Մեսրոպ Մաշտոց չկա։ Դա հիշողությունը կտրելու մի դարձյալ միջոց է, ինչպես կարող է, ասենք, Այբենարանի մեջ չլինի հայկական որևէ խորհրդանիշ, որևէ եկեղեցի, ասենք մի հատ ճլորած Մասիս սար կա, մեկ էլ Սևանա լճի ուրվագիծը։ Ու վերջ։ Կա, բայց Մասիս սարը։ Մասիս սարը ասում եմ մի հատ ճլորից փոքրիկ միտեղ նկարված է։ Այս թվում էր ընդհանրապես պիտի հանեին։ Հա, դե իմ Այբենարանը չեմ ուզում ասել, բայց իմ Այբենարանի հիմնական մերժման պատճառը էս դա էր, որտեղ խորհրդանիշները շատ էին։ Դե ասենք Այբենարանում երեխաները շատ վաղուց մենք գիտենք, որ Այբենարանում կաթիլ դու հայրենիք ես լցնում երեխայի մեջ։ Որովհետեւ հայրենիքը հայտնվել է երեխայի հոգում, երեխայի սրտում։ Դա այն առաջին գիրքն է, որը սրբազան դողով է երեխան բացում եւ նրա մեջ պիտի անպայման հենց այդ տարիքից հայրենիքը ներկայացվի, հայրենիքը միսոարիուն դառնա, որովհետեւ նա սիրի այդ հայրենիքը, թե չէ նրան կդառնան անդեմ, որովհետեւ հետագա դասագրքերը նույնպես այդ սկզբունքով են կառուցվում։ Սա ամենատխուր բանն է, որը ես նկատել եմ եւ որը չէի ուզենա այդպես լիներ։ Չէի ուզենա, որովհետեւ ի վերջո հայ մարդը կուզենա, որ իր երեխաները սովորեն այնպես, այն գրքերով սովորեն, որոնց մեջ իսկապես սեր կա հայրենիքի նկատմամբ, ազգային ներկայացված է, համամարտկային արժեքները ներկայացված են։ Իսկ ես համամարտկային արժեքների համար մեջբերեցի այդ մի բանաստեղծությունը, բայց այդպես տասնյակ այդպիսի ոտանավորիկներ են լցված այնտեղ, որոնք ոչինչ չեն տալիս երեխային։ Կարող են
պարզապես ասել, հայտարարել, որ այդ բանաստեղծությունները կարող էին ներգրաված լինել, ասենք 3-4 տարեկան երեխաների մանկապարտեզային խմբի երեխաների համար։ Ներկայացեք։ Կողմնակիցն եմ դարել։ Ձեր կողմնակիցն եմ դարել, մինչև այդ ես հանդիսացել եմ ձեր հակադիր կողմը, ասենց ասեմ, ոչ կողմնակիցը, հայտնի պատճառներից ելնելով։ Դուք նշում եք, որ սխալ ընկալում կլինի հայրենիքի նկատմամբ եւ ըստեղ կա մի հատ հայտնի երգ «С чего начинается Родина»։ Շատ ճիշտ է։ С картинки в твоем букваре։ Այո։ Երբ որ երեխան ձեր գրած դասագրքում տեսել է այրվող դրոշը եւ այս անորոշ դռները, որից մեկը ԿՊ-ի նշանն է կամ Թուրքիայի, դուք ասում եք սա համերաշխություն է։ Ես կարդացել եմ ձեր զեկույցը փոխնախարար Գիլոյանին, որը Սվաջանի փոխարեն դուք ուղղել եք բացատրությունը։ Եվ հենց այսօր 2 ժամ առաջ նորից կարդացի եւ այլ տեսակետով ես ձեզ վերաբերվեցի։ Հասկանում եք, այն ինչ որ դուք գրել եք, դա ճշմարտություն է։ Եթե թույլ տաք 2 հարց ունեմ, որ այս մեր քննարկումը աշխուժ լինի, նախապես ասեմ, արդեն հստակ այսօր ես ձեր կողքը կանգնած եմ, ես իրավապաշտպան եմ, ներկայանամ վերջապես, Սեմյոն Բաբայան, իրավապաշտպան, հանրային ազդարար ՀԿ-ի նախագահ։ Ես դատի եմ տվել դասագիրքը, ձեր գրած դասագիրքը, որ շրջանառությունից դուրս կա միայն այս նկարի համար եւ որոշակի բովանդակության համար, որտեղ շունը բարձանում է ծառի վրա, այդ ձեր ասած, ձույ է ածում, ձվերից դուրս են գալի ճտերը թռնում են, շունը իջնում է ներքև։ Ասեմ նաեւ, որ 19 թվին, երբ դուք կարծեմ գտնվում եք ազգային ժողովում, ԿՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը թափ էր տալի այսենց ձեր դասագիրքը եւ ասում եք, որ այն պետք է այրվի։ Կարծեմ դուք դահլիճում եք։ Չէ, հետագայում։ Ու ասում եք, ինչի է կինը խոհանոցում տեղակայված։ Դուք հետո ինչ որ ես լսել եմ, որ դու ասել եք, բա որտեղ պետք է լինի կինը։ Ընդհանրապես 2 նկար է։ Մենք ցավոք սրտի այն ազգն ենք, որոնք ստեղծում են, բայց իրենց ստեղծածը չեն պահում։ Ցավոք սրտի այդպես է։ Սկսած մեր մշակութային արժեքներից մինչև վերջացրած հոգևոր արժեքներով մենք անդադ ստեղծում ենք, բայց չենք կարողանում պաշտպանել մեր ստեղծածը։ Ուրեմն պետական չափորոշիչը կարելի է այսպես պատկերացնել. մի ծաղիկ, որից ասում է մեղր է քաղում, հոցը թույն։ Ցանկացած չափորոշիչ հնարավորություն է տալիս, եթե դու մի քիչ ճկուն մոտենաս, հնարավորություն է տալիս, որ դու դրանից կարողանաս նաև ազգային բաներ փոկել, որովհետև այն ամենաառաջին չափորոշիչի մեջ ազգային մի տողով էր գրված, ընդհանրապես հայկականի վերաբերյալ տող չկար, նշանավոր տոհմերի պատմություն։ Ուրիշ որևէ բան չկար։ Ես այդ նշանավոր տոհմերի պատմության մեջ դրանից օգտվելով դրեցի Սասունցի Դավիթ, դրեցի մեր հերոսներին, մեր երկրորդ դասանի դասագիրքը այդպես կարողացա այդ մի տողից ելնելով ստեղծել։ Այսինքն, եթե բարի կամք կա քո ներսում, բարի կամքով կարողանաս որոշակի բաներ անել։ Բայց այսօր արդեն չափորոշիչը, ինչպես ասացի, որոշիչ չէ։ Այսօր արդեն որոշում է որոշողը։ Դու ինչ ուզում ես գրի, եթե չափորոշչային պահանջին բավարարում է, փորձագետները բոլորը դրական գնահատական են տալիս, բայց արդեն համապատասխան հանձնաժողովը կարող է դա մերժել։ Հիմա ես ուզում եմ արդեն անդրադառնալ, քանի որ ժամանակը բավականաչափ բան եղավ, ուզում եմ անդրադառնալ թե ինչ պետք է լինի նաև դասագրքերի մեջ, որպեսզի մեր երեխաները կարողանան դիմագրավել այս մարտահրավերներին։ Շատ ծանր վիճակում են այսօր մեր երեխաները, այն առումով, որ շատ գայթակղությունները մեծ են, գայթակղությունները ես նկատի ունեմ ամբողջ տեսասարքերը, որոնք երեխաների հոգին լլկում են ի վերջո, եւ այդ տեսասարքերը թույլ չեն տալիս այն ստեղծարար միտքը, որը կա երեխայի մեջ, զարգանա, ձևավորի, սաղմնավորվի նույնիսկ։ Դա հանրայդ փաստ է,
եւ դրա դեմ պայքարելու միակ միջոցը դասագրքերը հետաքրքիր դարձնելն է, որովհետեւ երեխաները կարողանան դասագրքի մեջ գտնել խաղային են հետաքրքրությունները, որոնք գտնում են, ասենք, հեռախոսի մեջ կամ պլանշետի մեջ։ Ես շատ երկար եմ այդ մասին մտածել, 20-30 տարի առաջ բազմաթիվ խաղագրքեր եմ տպագրել, 4-5 խաղագիրք տպագրեցի, որովհետեւ երեխաները այդ խաղագրքերով կարողանան սովորել, հետո այդ խաղագրքերի ամբողջ մթերքը խաղային այդ ամբողջ կառուցվածքը տեղափոխեցի դասագիրք, այբենարան։ 30 տարի առաջ իմ դեմ մեծագույն հոդվածներ էին գրում, ամբողջ խորհրդային Հայաստան թերթում լավաշներ էր տպվում, խաղագիրք թե այբենարան։ Այդ ամբողջ ընթացքում ես կարողացա դիմագրավել, որ պիտի երեխայի համար դասագիրքը հետաքրքիր լինի, որովհետեւ նա հետաքրքրությամբ բացի եւ կարողանա սովորել խաղալով։ Ինքը խաղում է, բայց չի հասկանում, որ այդ հետագայում հասկանում է, որ ինքը սովորում է։ Մի պարզ օրինակ բերեմ, երեխային ասա վազի մի կիլոմետր, 2 կիլոմետր, դա առողջարար է։ Չի վազի երեխան, բայց երեխայի առաջ մի գնդակ գցի եւ ասա ֆուտբոլ խաղանգերներիդ հետ։ Նա 10 կիլոմետր կվազի։ Այսինքն տեսեք խաղը ինչպես է մոտիվացնում երեխային։ Այսինքն եթե դու կարողանաս ճիշտ խաղ բռնել, որ երեխան սովորի որևէ գիտելիք, նա հնարավորություն կունենա սովորելու։ Այդպես ես խաչբարները տեղադրեցի այբենարանում, որից հետո ինձ հերետիկոս ասացին, որ այբենարանում չի կարելի խաչբար տեղադրել, սուրբ գիրք է եւ այլն, բայց այսօր արդեն այդ խաչբարների վերաբերյալ չափորոշություն պահանջ կա, որ պիտի այբենարանում խաչբարներ լինեն։ Ինչու՞։ Որովհետեւ խաչբարը հենց այնպես ես չէի տեղադրել։ Խաչբար ուսումնական հզոր նպատակ ունի։ Երեխան կարողանում է բառը վերլուծել, հնչյունային վերլուծություն կատարել, տառային վերլուծություն կատարել, նկարի անվանումը պահել մտքում եւ լրացնել, այսինքն 4-5 գործառույթ ունի։ Եվ դա հասկանալի է 30 տարվա մեջ դա կարողացա ես ապացուցել եւ հիմա փառք Աստծո այդպես է։ Լավ, այդ դառը բաներից անցնենք, ես ստեղծարար մտածողության մասին մի քանի խոսք ասեմ, բայց որպեսզի այդ ստեղծարար մտածողությունը չլինի մենախոսություն, ես ասեմ դուք լսեք, ես առաջարկում եմ, որ ինտերակտիվ լինի եւ ստեղծարար մտածողության յուրաքանչյուր դրույթ մենք փորձարկենք իրար հետ, դալիճի հետ փորձարկենք։ Ինչու ես արդեն 8-9 տարի է ես այս առարկան ստեղծել եմ, ստեղծարար մտածողություն առարկան, սա էլ այդ գիրքն է, որը ես գրել եմ բնականաբար մոտ մի 20 տարվա ընթացքում, հավաքել եմ այդ խնդիրները, ստեղծել եմ համապատասխան դաշտ եւ 8-9 տարի դասավանդում եմ Քվանտ վարժարանում եւ արդյունքները շատ գոհացուցիչ են, այսինքն այն ինչ որ ես ուզում էի որ երեխաների մեջ զարգանա, դա կարողացա ապահովել։ Ընդհանրապես այսօր ամբողջ աշխարհում ստեղծարար մտածողություն ունեցող մարդկանց դեֆիցիտ է, ինչպես միշտ է այդպես եղել։ Պակասություն է անում, ինչու՞, որովհետեւ ասենք ստեղծագործող մարդը, ասենք եթե մեկը երգահան է, մեկը բանաստեղծ է, նրա ինտուիցիան եւ ներշնչանքը մինչև հիմա էլ անհասկանալի է, ինչպես է դա կատարվում։ Իսկ ստեղծարար մտածողությունը կարելի է տալ մեխանիզմ, որպեսզի ստեղծարար մտածողությունը հնարավոր լինի այդ մեխանիզմով զարգացնել աստիճանաբար։ Ամբողջ աշխարհում դա արվում է։ Ես փորձեցի Հայաստանում անել հենվելով հայկական իրականության վրա, հենվելով հայկական բանասության վրա։ Եվ այս գիրքը որ գրել եմ, հենց դրա մասին է խոսքը, ես մի քանի բառով, մի քանի միջոցներով հիմա ձեզ կփորձեմ ասել, թե ինչու եմ այդպես արել։ Մարդու մեջ ընդհանրապես, եթե նա որևէ բան ուզում է նոր բան ընկալել, առաջին հերթին նրա մեջ խոսում է մտածողական իներցիան։ Մենք յուրաքանչյուրիս մեջ մտածողության իներցիա կա։ Եթե նոր բան ենք ասում, մենք հենվում ենք այդ մտածողության մեր իներցիայի վրա, ինչը որ մեր մոտ հարթակ կա, այդ հարթակով ուզում ենք այդ նոր բանը լուծել։ Եվ մտածողության իներցիան թույլ չի տալիս, որպեսզի դու կարողանաս այլ կողմից նայել այդ խնդրին, արտասովոր կողմից նայես, կողքից նայես, այսինքն լատերալ մտածողությամբ նայես։ Ես երեխաների մեջ
եւ մեծերի մեջ էլ կարողանում են դա կոտրել։ Հիմա ես մի օրինակ կբերեմ, դուք եթե գրատախտակին կարելի արդեն գրել։ Սենց կարող եք թեքել Օրինակ այստեղ ես հիմա մի թվային շարք գրեմ, դուք փորձեք գտնել այդ թվային շարքի տրամաբանությունը 8 9 20 50 30 40 12 52 Եվ այստեղ տեսեք, ես ներկայացրի մի թվային շարք, դուք պիտի կարողանաք գտնել այս թվային շարքի օրինաչափությունը, ես ինչ օրինաչափությամբ եմ սա կազմել եւ գտնել այստեղ մի թիվ։ Մտածողության իներցիա ինչ է նշանակում։ Յուրաքանչյուր մարդ թվային շարքը տեսնելիս նա փորձում է թվերի միջև գործողություններ անել։ Այդ դա իներցիան է, որը պիտի հաղթարվի։ Ես անդադ ասում եմ, որ սա ստեղծարար մտածողության լուծելիք խնդիր է։ Թվերի միջև եթե դուք փորձեք օրինաչափություն գտնել, չեք կարողանա գտնել։ Որովհետև ես այնպես եմ կազմել, որ այդպիսի օրինաչափություն չլինի։ Իսկ ստեղծարար մտածողությամբ, այսինքն պիտի այս թվաշարքին դուք նայեք այլ կողմից, անսովոր կողմից պիտի նայեք։ Ոչ ստանդարտ մոտեցում ցույց տաք։ Եթե կարողանաք այդպիսի մոտեցում ցույց տալ, նա շատ པարզ լուծում ունի, շատ པարզ լուծում։ Բայց այդ շատ པարզ լուծումը գտնելու համար դուք պիտի կարողանաք հաղթարել ձեր մտածողության իներցիան։ Հենց որ հաղթարեցիք, կարողանաք գտնել լուծումը։ Լուծումը գտաք, կասեք, ես ինչ հեշտ էր։ Այդպես է, ստեղծարար մտածողության ցանկացած առաջադրանք հեշտ է, բայց պահանջում է, ինչպես ասացի, ոչ ստանդարտ մոտեցում։ Հիմա ես կասեմ սրա լուծումը, շատ չեմ տանջի ձեզ։ Կա որևէ մեկը որ Այո։ Այստեղ 2 տար, 3 տար, 4, 5, 6, 7, 8, 9, այսինքն այստեղ պիտի դուք գտնեք մի թիվ, որը 10 տառանի է։ Այդպիսի թիվը, ասենք, 64-ը, 62-ը, մի քանի թիվ այդպիսի կա։ Տեսեք, սա ես հատուկ անում եմ, որպեսզի ստեղծարար մտածողության առարկան հասկանալի լարնա, ինչ է նշանակում մտածողության իներցիայի հաղթարում։ Եթե հետաքրքրես մի օրինաչափություններ կարող եմ տալ, ասենք 4, 10, 5, 2, 7, 9, 6, 0, 1, 20։ Հիմա ինչ օրինաչափություն կա այստեղ։ Դարձյալ մարդիկ, եթե մտածում են, որ թվերի միջև պիտի օրինաչափությունը գտնել, թվերով չի ստացվի։ Այստեղ արդեն գործում է մեկ այլ օրինաչափություն՝ միավանք, երկվանք, միավանք, երկվանք, միավանք, երկվանք։ Այսինքն, տեսեք, ես ամեն անգամ գաղտնիքը թաքցնում եմ թվերի մեջ, կապում եմ լեզվի հետ, եւ դա հետաքրքիր խնդիրներ է առաջացնում։ Դա մտածողության իներցիայի ուրեմն հաղթարման համար։ Այդ մտածողության իներցիան ինչպես է առաջանում մեր ներսում։ Դա այն գիտելիքների պաշարն է, այն բարոյական, քաղաքացիական, քաղաքակրթական պաշարն է, որը մեր մոտ հենք է դառնում։ Եվ այդ հենքը հնարավորություն չի տալիս, որ դու այլ կերպ մտածես, որովհետև դու սովոր ես դրան։ Եվ հետաքրքիր է, որ յուրաքանչյուր երևույթ մենք կարող ենք տարբեր կողմերից նայել։ Ես հիմա մի օրինակ կբերեմ, դուք տեսեք, թե ինչու այդպես է։ Նայեք։ Ես հիմա այստեղ կգրեմ մի սիմվոլ։ Ինչ է գրված այստեղ։ Այդ պարոն Բենիկի հյութեսությունն է։ Այո, սա ինչ ասես կարող ենք գրել, չէ՞։ Ես ասենք, եթե սա տեսնում եմ ես նշանը, ես կարող եմ ասել, որ սա Ս տառն է, ճիշտ է։ Կարող եմ ասել, որ այստեղ գրված է ով։ Ինչպես կարողացա այստեղ գրել ով։
որովհետև սա թարս ոն է։ Իսկ ոյի անունը ոյ է։ Եթե ինքը շրջվել է, ուրեմն անունն էլ է շրջվել։ Այսինքն սա նաև ով է։ Կարող է նաև յուտար համարվել, այո, կարող ենք համարել։ Սա կարող ենք համարել նաև, եթե ես այստեղ կարող եմ գրել 29, ինչու։ Ես սա տեսա կարող եմ ասել սա 29-ն է գրված, ինչու։ Որովհետև մեր հայոց հայբուբենի 29-րդ տարին է։ Սա կարող եմ դնել 2000, ինչու։ Թվային արժեքը, սայի թվային արժեքը հայոց հայբուբենում 2000-ն է։ Այսինքն տեսեք, մենք այս նույն երևույթին տարբեր կողմերից որ նայեցինք, նա տարբեր դեմք ունեցավ։ Ես հիմա այստեղ բանախոս եմ։ Տանը հայրիկ եմ, ամուսին եմ, փողոցում քայլում եմ, փողոցային եմ։ Ասենք մի լուսանկարիչ եմ, բանաստեղծ եմ, գրող եմ, դասագրքի հեղինակ եմ։ Նայած որ կողմից ես նայում։ Այսինքն բազմադեմ պիտի նայել ցանկացած առարկայի։ Հիմա սա ես որ բացատրեցի, ես հիմա ուզում եմ մենք մի հատ փորձ անենք այս 3 սերը։ Միասին ինչպես կարող ենք, եթե 3 սեր է նկարված, այս 3 սան ինչ կարող է լինել։ Առաջի բառը որ գալիս է մեր մտքով, դա սերն է։ Սեր, չէ՞, այսինքն սա սեր է գրված այստեղ։ Սեր։ Երկրորդը, եթե նայում եմ, այստեղ գրված է երկուսով։ Երկուսով, ինչպես։ Երկուսը եւ ով։ Եղավ երկուսով, ճիշտ է։ Կամ այստեղ գրված է սերով։ Սերով։ Երկուսը եւ ով։ Այստեղ գրված է սերս։ Սեր եւ ս։ Այստեղ գրված է նաեւ սոսե։ Սա ո եւ սա էլ տարի անուն է, եթե դնենք կդառնա սոսե։ Այստեղ գրված է երեքս։ Երկուսս։ Երեքով։ Այսինքն տեսեք, ինչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ ցանկացած երևույթ, եթե մենք կարողանանք կողքից նայել, տարբեր կողմերից նայենք, նա մեր առջև տարբեր ձևով կբացվի եւ տարբեր անուններ կունենա։ Այն մարդիկ, որոնք սա չեն կարող անել, իրենց ներսում ստեղծարար մտածողությունը պակասում է։ Այդ պատճառով ես դպրոց մտա, որպեսզի երեխաներին փոքր տարիքից ձևավորեմ, սաղմնավորեմ երեխայի մեջ սա, որը իրեն հետագա ամբողջ կյանքի ընթացքում մտածողության այնպիսի մի եղանակ է տալիս, ձև է տալիս, որը նա կարող է կամա թե ակամա արդեն կիրառել կյանքում։ Եթե հարցից կա, որ առաջի դասարանից այս մեթոդը կիրառվել է, ես հիշում եմ երիտասարդ ժամանակ կար, չեմ հիշում, Ղարիբյան կարծեմ, մեթոդ Ղարիբյանը, որը ինչքան ասոցիատիվ մտածողություններ անում, ինչքան աբսուրդ լիներ, այնքան ինքը երկար էր հիշում։ Հիմա ձերը նույնպես, որը պետքա մանկուց զարգացնել։ Եվ վերջի հարցը կա սենց առաջի դասարանցի, որը սկսել է ուսումը սենց եւ ստացել ենք 10-րդ դասարան։ Ցավոք սրտի առաջին դասարանից չկա, բայց 4-րդ դասարանից կա, արդեն 8-րդ տարին է եւ նրանց արդյունքները շատ լավ են երևում։ Սրանց մասնավոր դեպքերը Այբենարանում կա իմ իհարկե։ Իմ Այբենարանում դա կա, երեխաների միտքը ճկուն է դարձնում, հատուկ արված այդպիսի այդ խաղերը բոլոր իմ Այբենարանում կային։ Հիմա էլ կան իհարկե, եւ դրանք դարձյալ այդ մի նպատակն էին հետապնդում, որ երեխայի մեջ առաջանա մտածելու ունակություն, ստեղծարար մտածելու ունակություն։ Այսպիսի հարցեր կան, չէ, որոնք դարձյալ մարդու մեջ փոխում են տվյալ երևույթի նկատմամբ տարբեր մոտեցում։ Շատ հանրայինի խնդիր է, որ ասում ենք, որն է ամենակարճ ամիսը։ Երկու մոտեցում կա, ամենակարճ ամիսը, եթե նայում ենք տարերի քանակով, դա մարտն է, եւ եթե նայում ենք օրերի քանակով, դա փետրվարն է։ Տեսեք, այսինքն նույն երևույթին, նույն հարցի պատասխանը տարբեր երկու բաներ ունի, պատասխան ունի։ Հիմա
Մյուս խնդիրը, որ ես հա դե շատ խաղեր կան, ես բոլորի մասին չեմ ասի, ուղղակի ուզում եմ այստեղ սա մտածողության այդ ասենք կարողանալ հաղթարել շեղող փաստերը։ Դրա համար ես այստեղ վերել եմ մի նկար, հիշում եք, ես հանրայդ նկար է սա։ Այս նկարը ուրեմն երկու պատկեր է, սա շատ եմ ես օգտագործում եւ շատ հետաքրքիր արդյունք է տալիս։ Այս պատկերը բաժանված է այստեղ 4 հավասար մասի։ Հիմա սա ես տալիս եմ երեխային, մեծին, ասում եմ, տեսեք, այս պատկերը բաժանված է 4 հավասար մասի։ Այս սա դուք բաժանեք 5 հավասար մասի։ Տեսեք, այստեղ մտածողության իներցիան եւ շեղող է։ Եթե ես սա չտամ, միայն այս պատկերը տամ, ասեմ բաժանեք 5 հավասար մասի։ Երեխաները մարդիկ շատ արագ կբաժանեն 5 հավասար մասի։ Բայց երբ որ ես տալիս եմ այս շեղող բանը, երեխաները սկսում են սրա նմանակելով փորձում են սա բաժանել 5 հավասար մասի եւ ձախողվում են։ Իսկ իրականում սա շատ հեշտ է բաժանել 5 հավասար եւ շատ մասերի, ասենք նկարեն, տեսեք։ Այս պատկերը շատ հեշտ բաժանվում է հավասար մասերի, շատ հեշտ, 5 էլ 1000 մասի կարող ես բաժանել, բայց քանի որ ես այս շեղող բանը տվել եմ, արդեն նրանք չեն կարողանում այս շեղող բանից դուրս գալ։ Սա էլ դարձյալ մտածողության իներցիայի հետևանք է եւ ես աշխատում եմ երեխայի միջից դա դուրս հանել։ Հաց են տալի, կարելի է։ Այո, կարելի։ Օրինակ, այսպիսի հարցեր ոչ ստանդարտ մտածողությունը դարձյալ փորձարկելու համար։ Ինչպես ձեզանից շատերը գիտեն իհարկե, ինչպես 4-ից հանել 4 եւ ստանալ 8։ 4-ից հանել 4 եւ ստանալ 8։ Սա բավական հետաքրքիր գլուխգոտրուկ է եւ երեխայի մեջ դարձյալ մարդը սկսում է ինչ անել։ Թվերով կառուցել -4, +4 եւ տարբեր բաներ է կառուցում։ Բայց իրականում ինքը պիտի կարողանա դարձյալ դուրս գալ թվերի կախարդանքից եւ այլ կերպ մտածել։ Սա շատ պարզ լուծում ունի, ափսոս մկրատ չունեմ մոտս։ Սա տեսեք 4 անկյուն է, քառանկյուն է։ Այս քառանկյունից ես կտրում եմ 4 անկյունները, հանեցի 4-ը, դարձավ 8 անկյուն ինքը։ Տեսեք ինչքան պարզ լուծում ունի, բայց ինչքան մտածողություն է զարգացնում եւ ինչքան հնարավորություն է տալիս։ Անցյալորեն աշակերտները ասեցին 4 հատի կրնոջից 4 երեխա։ Բայց պիտի նույն բանը լինի։ Դա ճիշտ լուծում է, բայց պիտի նույն բանը լինի։ Նույն բանից պիտի հանես նույն բան։ Դա է խնդիրը։ Բայց ծղել նույն բանը դու չես անկյունից Կամ այսպեսի խնդիր ասեմ, ձկնորսը գալիս է, ընկերներն հարցնում են, քանի ձուկ բռնեցիր։ Ասում է բռնեցի կես 8 ձուկ։ Այստեղ նաև պիտի ուշադրիր լսելու մեխանիզմը զարգանա երեխայի մեջ։ Ասում է բռնել եմ կես 8 ձուկ, անգլուխ 6 ձուկ եւ ամպոչ 9 ձուկ։ Քանի ձուկ եմ բռնել։ Դե երեխաները սկսում են հաշվել, եթե ձկները գլուխները միացնենք փոչերին բան, քանի ձուկ կստացվի։ Այսինքն դարձյալ իներցիայի մեջ են մնում։ Դարձյալ մտածում են ձկների մասին։ Իրականում ես խափում եմ իրենց այդ ոչ թե խափում, այլ շեղում եմ։ Ասում եմ կրկնի, ինքը ասում է բռնենք 8 հատ կես ձուկ։ Ես նման բան չեմ ասել։ Ես ասում եմ բռնենք կես 8 ձուկ։ Դրանք տարբեր բաներ են։ Կես 8 ձուկ եւ 8 կես ձուկ դրանք տարբեր են։ Հիմա կես 8 ձուկը սա է, տեսեք, սա 8-ն է, կես 8-ը 0-ն է։ Անգլուխ 6 ձուկ, գլուխը չկա 0-ն է։ Ամպոչ 9 ձուկ, գլուխը չկա 0-ն է, այսինքն նա ոչ մի ձուկ չի բռնել։ Տեսեք ինչքան հնարավորություն կա երեխայի մեջ արթնացնել ոչ ստանդարտ մտածողություն։ Այս սրանք այն միջոցներն են, որոնք ես պեղել եմ, գտել եմ, հորինել եմ, որովհետեւ երեխաները կարողանան այս ամեն ինչը շատ լավ պատկերացնել։
Ալսարցյան եւս մեկ հարց է, որպես ծնող եմ ասում, եթե իմ երեխան գալիս է այս առաջադրանքով ու գալիս է ինձ sense բաներ ասում, ես տեղյակ չեմ։ Եվ բնականաբար պատկերացնում եք հեղինակին ինչ շարքա գնում, որպես ծնող։ Այս ինչ Ես դա գիտեմ։ երեխան կարող է եւ հասկանում է մոտ է խնդրի լուծմանը, բայց օրինակ որոշել եմ այսօր ես դասը։ Ուրեմն ծնողներն էլ պիտի սովորեն։ Այդ արդեն չեն կարող։ Այո։ Այդ ավելի շատ դասարանային աշխատանքները։ Լավ, ժողովուրդ, եկեք Մի ասեք։ Որ այդ նույն սկզբունքը աճեցնել առաջինից մինչև 10-րդ դասարան, մինչև վերջի դասարան, ամեն դասարանի համար այդ մտածողության մեխանիզմը զարգացնել։ Եթե մի քիչ կյանքս երկարի կանեմ դա, ուզում եմ անել առաջին սա ասենք այս գիրքը մեթոդական է եւ ամբողջ մեթոդն է պարունակում իր մեջ եւ նաեւ վարժությունները։ Ես ուզում եմ ստեղծել դասագրքեր առաջին դասարանի համար երեխաները, որպեսզի իրենք դասագրքերով կարողանան սովորել։ Այսինքն դա ուսուցիչների համար է։ Սա ուսուցիչների համար է, այո։ Եվ մի երկու բաներ ասեմ ու ավարտենք արդեն։ Նաև շատ է օգնում ոչ ստանդարտ մտածելու, ճկուն մտածելու այսպիսի մի առաջադրանքներ կան, առաջադրանքների խմբեր, որոնք ես անվանել եմ նկարելուկներ։ Նկարելուկները 30 տարի, 40 տարի ես 9-րդ հրաշալիք շաբաթաթերթով դրանք բոլորը շատ ներկայացրել եմ ժողովրդին եւ գիտեմ թե ինչ հրաշալի արդյունք է տվել։ Մի փոքրիկ նկարելուկ ես հիմա ձեզ ներկայացնեմ, ուղղակի դուք տեսեք։ Սա այստեղ գրված է 3 բառանի մի նախադասություն։ Տվեցինը գտակ, ճիշտ է, տվեցին, այո, դա գտակ։ Մնաց սա։ Կակեր։ Սա ինչ կարող եք կարդալ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 ակ։ 9 ակը չի լինի։ 9 ակը մեկից շատ է, չէ՞։ Ուրեմն սա շատ ակ։ Շատ ակերին կեր տվեցին։ Շատ ակերին կեր տվեցին։ Այսինքն սա նույնպես երեխայի միտքը վարժեցնում է արտասովոր երևույթները ճիշտ ընկալելու։ Շատ եմ կիրառում ժողովրդական բանասությունից նաև խնդուկներ, հանելուկները։ Խնդուկները ինչ են, անեկդոտ նկատի ունեմ։ Ես տալիս եմ երեխաներին անեկդոտի սկիզբը, իրենք պիտի հորինեն վերջը։ Դա շատ բարդ բան է, որովհետև դա հենց անսովոր մտածողություն է։ Սովորական տրամաբանությամբ դու չես կարող անեկդոտ հորինել։ Դա պիտի մի քիչ արտառոց մտածողություն լինի, անսովոր մտածողություն, որ կարողանաս դա անել։ Ասենք երեխաները շատ ստեղծարար են, տեսեք։ Մայրը երեխային ասում է. «Ես քեզ արգելում եմ Աշոտի հետ խաղալ, Աշոտիկի հետ։ Նա շատ վատ տղա է»։ Բայց տղան ուզում է Աշոտիկի հետ խաղալ, ասում է. «Մամ, իսկ ես լավ տղա եմ»։ Ասում է. «Հա, իհարկե»։ Դե թող Աշոտիկը ինձ հետ խաղացնի։ Տեսեք, ինչպես է կարողանում տարբեր կերպ մտածելով բերել իր ուզածին։ Այս է ստեղծարարություն է երեխայի համար։ Կամ ասում է մեկը ընկերուհուն պատմում է փոքրիկ աղջիկը, տատիկը շատ վախկոտ է։ Ասում է ինչու։ Հենց որ փողոց ենք անցնում, ձեռքս պինդ բռնում է, որովհետև վախենում է։ Տեսեք, իր վախը ինքը չի զգում, բայց ասում է որ տատիկն է վախենում։ Լավ, եւ վերջում մի ուրախ նոտայով ավարտենք։ Այս բոլորից մի հետաքրքիր բան կար։ Ես շատ զարմացա, որ մեր բանասության մեջ գոյություն ունի այդպիսի գոհար։ Այդ գոհարը հիմա ես ձեզ կներկայացնեմ, շատերը հավանաբար գիտեք, թե ինչպես ժամանակին, երբ որ գնում էին աղջիկ ուզելու, աղջկա հայրը փեսացուին խնդիր էր տալիս։ Եթե լուծեց աղջկան կտար, եթե չլուծեց չես տա։ Այսինքն այն գլխից ստեղծարար մտածողությունը պարտադրել են մեզ։ Դա եւ դա արդյունք չի տվել։ Եվ ներկայացնեմ այդ
հրաշալի գրող գործոցը այսպես է. գնատես տանը չի, ասա թող գա, գնացի տեսա տանը չէր, ասացի, ասաց կգամ, երևի եկավ, որ չեկավ, որ չգար, կգար։ Առաջին հայացքից, եթե ես սա ասում եմ, ձեզ թվում է անեթեթություն, արտասավոր մի բան, և տրամաբանությամբ չի լուծվի սա երբեք, որովհետև ասում ես, գնատես տանը չի, ասա թող գա, եթե տանը չի մասի, որ գա, ասում է, գնացի տեսա տանը չէր, ասացի, ասաց կգամ, երևի եկավ, որ չեկավ, որ չգար, կգար։ Տեսեք, հիմա եթե ես սրա պատասխանը ձեզ ասեմ, դուք կտեսնեք, թե որքան պարզ խնդիր է, որքան պարզ է, բայց ինչքան լավ շորեր են հագցրել, որպեսզի մարդու միտքը ավելի ճկուն դառնա, ավելի անսովոր, ոչ ստանդարտ մտածողություն ունենա։ Մեծ եղբայրը, փոքր եղբորը ասում է. գնատես սիրածս աղջկա հայրը տանը չի, աղջկան ասա թող գա։ Ասում է գնացի տեսա հայրը տանը չէր, աղջկան ասացի, ասաց կգամ, երևի հայրը եկավ, որ չեկավ, որ չգար, կգար։ Տեսեք, ինչքան պարզ սիրուն բանը ձևակերպել են, ինչքան լավ։ Եվ սա, երբ որ ես երեխաներին պատմում եմ, մեծերին պատմում եմ, բնականաբար ժպիտ է առաջացնում, ուրախություն է առաջացնում եւ միաժամանակ նրանց մեջ ձևավորում է, սաղմնավորում է այնպիսի մտածողություն, որը հետագայում ամբողջ կյանքում պետք կա։ Մեր հարցասեր բարեկամը գնաց, եթե ուրիշ հարց տվող Ես շատ հարցեր ունեմ։ Այո։ Խնդրեմ, նստեք։ Մենք ահագին զրուցեցիք ստեղծարար մտածողության մասին ու ուզում եմ անդրադառնանք այսօրվա կարելի ասել թռիչքային տեխնոլոգիական զարգացման մասին, որովհետև արդեն մեր կյանք է ներխուժել արհեստական բանականությունը, որը բավականին որակյալ ստեղծագործում է, իհարկե ինքնուրույն չի ստեղծագործում, կատարում է մարդու պատվերը, բայց որակի առումով շատ գերազանցում է մարդուն ու այստեղ ստեղծարարություն ասված արդեն մի ուրիշ մակարդակի պիտի անցնի, կարծում եմ մարդու մոտ, այս մասով ձեր մեկնաբանությունը կուզեի լսեի, ինչ մակարդակի ու ինչ գործիքակազմով պիտի մարդը բարձրացնի իր ստեղծարար մտածողությունը, որպեսզի կոպիտ ասած հաղթահարի արհեստական բանականության այս որակյալ թռիչքը։ Շատ լավ է, շատ լավ հարց է։ Ասեմ, որ արհեստական բանականությունը շատ կխեղճանա ստեղծարար մտածողության խնդիրներ լուծելիս։ Շատ կխեղճանա։ Հենց սա է, սրա ամբողջ էֆեկտը։ Նա տրամաբանական ցանկացած խնդիր կարող է լուծել, որովհետև իր տրամաբանության մեջ հավաքված է մարդկության ողջ մարդկության տրամաբանությունը եւ ողջ մարդկության պատմական փորձը։ Բայց ստեղծարար մտածողության փորձ նրա մեջ չկա։ Կատարողականը շատ բարձր է, շատ լավ նկարներ կգեներացնի, երաժշտություն կգեներացնի, ամեն ինչ կգեներացնի։ Ամեն ինչ կարող է անել, ես շատ եմ աշխատել նաև դրա հետ, նա շատ լավ է անում այդ ամեն ինչը, բայց ստեղծարար մտածողության խնդիր, եթե ես այ չեմ փորձել տալ, ճիշտն ասած, կարելի է մի քանի ստեղծարար մտածողության խնդիր տալ բանականությանը, տեսնենք ինչպես կպատասխանի։ Շատ դեպքերում հնարավոր է ժողովրդական լեզվով ասած սվաղի, էլի, որովհետև շատ բարդ է նման խնդիրներ լուծելը, օրինակ, եթե ես նրան հարցնեմ այս խնդիրը, կաչաղակը թռչում է երկնքով, շունը նստած է պոչին, ինչպես է պատահել։ Հիմա ինչ կպատասխանի արհեստական բանականությունը։ Հիմա դուք ինչ կպատասխանեք։ Հարցնենք։ Տեսեք, ես մի նախադասություն ասացի, կաչաղակը թռչում է երկնքով, կաչաղակը թռչում է երկնքով, շունը նստած է պոչին։ Դուք անմիջապես պատկերացրիք, որովհետև ասոցացվեց ձեր մեջ, որ շունը նստած է կաչաղակի պոչին, բայց այդպես չէ։ Կաչաղակը իր համար թռչում է երկնքով, շունը իր համար նստած է իր պոչին երկնքի վրա։ Այսինքն կարևոր է թե դու ինչ ինտոնացիայով ես ասում դա եւ կհասկանա արդյոք նա եւ ճիշտ կպատասխանի թե չէ։ Ես խոստանում եմ այս հարցը տալ այսօր երեկոյան որ գնամ Փորձարկումներ։ Եվ Եվս մեկ հարց։ կներեք, ես ձեզ հնարավորություն կտամ հարցի, որ այս տրամաբանությունը չկորի եւ եւս դրա շարունակությունը։ Այո։ Այս տեխնոլոգիական թռիչքային զարգացումը ինչքանով է կիրառվում այսօր կրթական համակարգում եւ ինչքանով պետք է հասցնում ենք դրա հետևից չենք հասցնում։
երեխաները sense տենես դրա մեջ են, ոնց անենք, որ ճիշտ ուղղորդվեն։ Շատ պետք է այն մարդիկ, որ ասում են, որ երեխաները չպետք է կարողանան օգտվել կամ խանգարում է շատ, այդպես չի։ Նայած ինչպես է տալիս, երեխաները պետք է կարողանան թվային գրագիտություն ունենալ։ Ի վերջո մեր կյանքը փոխվել է, այնպես չի, որ ասենք երեխաները չպետք է օգտվեն համակարգչից, հեռախոսից, պիտի օգտվեն։ Ուղղակի հարցը նա է, ինչպես օգտվել եւ ինչից օգտվել եւ ինչ քաղել այդտեղից։ Այ խնդիրը գալիս է այդտեղ, որ երեխաներին ճիշտ ուղղությամբ դաստիարակել։ Իմ երրորդ դասանի հենց պատմվածքներից մեկը դա էր։ Ինչպես iPhone 25-ը մեկ սովորելու իրավունքը վաճառում է iPhone 25-ի համար, հետո սկսում է խաղերի աշխարհը մտնել եւ հասկանում է, որ ինքը իր կյանքը ոչնչացնում է եւ կարողանում է հետ վերադառնալ։ Այ սա է կարևորը, որ երեխան մենք կարողանանք երեխային այն դոզայով տալ, ինչ ուսումնական խնդիր է լուծում առայժմ։ Թե չէ ցանկացած հեռախոս, ցանկացած համակարգիչ այնքան գայթակղիչ են, նույնիսկ մեզ համար, որ մենք էլ ենք ընկնում թակարդը եւ չենք կարողանում դուրս գալ։ Իսկապես եւ դա հատուկ էլ արվում է, որպեսզի հեռախոսը կարողանա դու դառնաս հեռախոսի գերին եւ ոչ թե հեռախոսը դառնա քո օգնական Գործիք։ Մենք պիտի կարողանանք այդպես վարվել, որ հեռախոսը դառնա երեխայի օգնականը եւ ոչ թե երեխան դառնա հեռախոսի գերին։ Իսկ դրա համար միայն դպրոցը, միայն դասագիրքը անհնար է, որ կարողանան։ Այստեղ պիտի համագործակցային ուսուցում լինի, դպրոց, ուսուցիչ, ծնող։ Այդ համագործակցությունը պիտի միասնական լինի եւ պետական մակարդակով դա ապահովվի, որպեսզի հնարավոր լինի արդյունք ստանալ։ Թե չէ միայն ծնողը չի կարողանա, միայն դպրոցը չի կարողանա։ Երկուսը միասին չեն կարողանա, եթե պետական աջակցություն չունեն։ Պիտի այդ բոլորը արվի պետական աջակցությամբ։ Ինչի համար է կրակ պատկերված վերջի էջի վրա, ինչ խորհրդանիշ է, ինչի ձեռների մոտ կրակ է։ Դրանք բնության 4 խորհրդանիշներն են։ Այո։ 4 տարրերն են՝ ջուր, կրակ, ոտ, դա է, ուրիշ բան չկա։ Իսկ չափորոշիչների մեջ արդյոք չի եղել ձեր վրա ճնշում այս նշանը պատկերելու, Այդ նշանը, ճիշտ ասած, այդ նշանը գոյություն ունի 30 տարի։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսօր ես ցավ եմ ապրում, որ շատ քիչ մարդիկ են եկել այստեղ։ Այսօր ոչ մի Ես շատ ուսուցիչ- շնորհակալ եմ ձեզ, որ դուք ձեզ մեծ գործ եք անում մեր հայազգի համար։ Եվ ես ցավ եմ ապրում, պարոն Սարգսյան, որ բոլոր դպրոցներում երեխաներին ձեր դասակարգերով պետք է ընդգրկել ու սովորեցնել, էլի։ Մենք վերածվել ենք մի տգետ հոտի ու ինչ չարիք դժբախտություն կա այսօր, մեր տգիտության պատճառով ոչ մի ազգի չեմ մեղադրում ես, ինչի մեջ ենք աստվածաշնչում բաց գրվում է, ասում է իմ ժողովուրդը կործանվում է տգիտության պատճառով։ Ես ոչ մի ազգի չեմ մեղադրում, ոչ մի մարդու ու խնդրում եմ, որ ինչքան կարողանանք մեկս մյուսի մեր կրթական մակարդակը բարձրացնել, մեր սերունդներին փոխանցել։ Զարգացումների հետ կապված մի տեսակետ ասել, որ կարծում եմ, որ կարող է հնարավոր է լրացնի պարոն Սարգսյանի ասածը։ Նախ ես կարծում եմ, որ մարդիկ անընդհատ փոխվում են։ Մարդ էվոլյուցիոն process-ի մեջ է գտնվում եւ մենք հիմա ապրում ենք շատ յուրահատուկ ժամանակներում։ Ինչ իմաստով յուրահատուկ։ Հետևյալ իմաստով, նաեւ այդ իմաստով։ Այսօր ստացվել է այնպես, որ ցանկացած նախկինում եղած իմաստություն կամ որևէ գրքում գրված որևէ միտք միշտ կարող ես ամենաշատ արագ ձևով արհեստական բանականության կամ որևէ բանի միջոցով արագ գտնես տիրապետես։ Ինչու է այդպես ստացվել, որովհետև մարդը անընդհատ գերազել է ունենալ այդ հնարավորությունը, որ բոլորի նախկին գրածները ինքը ունենա եւ այսօր դա իրականություն է դարձել։ Բայց մարդու առաջ կանգնել է մեկ այլ խնդիր, ինքը չդառնա այդ ամեն ինչի գերին։ Այսինքն, այդ շատ լավ է, որ ես հնարավորություն եմ արհեստական բանականության միջոցով ինֆորմացիա կարտալ, խաղեր կան, որոնցով կարող եմ զբաղվել, բայց ցավալին նա է, որ ես չեմ դրանստերը լինում, դրանստերը ես չեմ։ Ավելին նույնիսկ, երբ որ ես սովորում եմ այս հեռախոսին, մեկ էլ մինչև անգամ ավտոբուսի մեջ կամ ինքնաթիռում կամ չգիտեմ որտեղ առանց դրա չեմ կարող։ Մեքենաներ վարողներն են երբեմն նույնիսկ դրանով։ Այդ նշանակում է մենք մնացել ենք այդ մեր նախկին սարկածի իշխանության տակ։ Մենք առանց իրանք չենք կարող։ Եվ մարդու առաջ կարևոր խնդիր կա տրված։
կարողանա ազատ լինել դրանից։ Իսկ դա հենց այսօրվա ստեղծարար մտածողությունն է։ Ուզում եմ նաև անդրադառնանք ուսուցիչների խնդիրներին։ Այսօր վերապատրաստումներ են անում, ատեստացիաներ, ինչքանով դուք տեղյակ եք դրանից, ինչ խնդիրներ եք այդտեղ տեսնում, ինչքանով է այդ վերապատրաստումները եւ ատեստացիաները նպաստում ուսուցիչների որակական բարելավմանը եւ քանակի խնդիրների լուծմանը, որովհետեւ այսօր մենք լուրջ քանակական խնդիր ունենք արդեն, ուր մնաց որակի մասին խոսանք, դեռ քանակ չենք կարողանում ապահովենք, արդեն որակից ենք խոսում, բայց շատ լուրջ խնդիրների առաջ ենք արդեն կանգնած եւ մի քանի տարի հետո միտումը գնում է դեպի ավելի բացական ըստ իս սուբյեկտիվ կարծիքով։ Շատ լավ։ Ես կխնդրեմ, որ այդ հարցին պատասխանի մեր դասագրքերի հեղինակներից Ելենա Ջիլավյանը։ Խնդրեմ Ելենա, պատասխանեք։ Որը բազմափորձ վերապատրաստող ուսուցիչ է եւ մեր դասագրքերի հեղինակ։ Խնդրեմ։ Կյանքը շատ անակնկալներով լի է։ Իրականում ուսուցչի մասնագիտական որակը միշտ է պետք բարձրացնել, բայց կան լծակներ, որոնցով պիտի մղել ուսուցչին, որ ինքը ինքնավող դա անի։ Եվ այսօր, երբ որ մենք ասում ենք, խոսում ենք ատեստացիայի մասին, ինձ մոտ դա շատ լավ է, որ ուսուցիչը իր մասնագիտական որակը կարողանում է բարձրացնել, բայց դա դեռ բավարար չէ։ Որովհետև այլ բան է ես թեստերը լրացնեմ, ինչ որ կար ժամանակահատվածում, այն ինչ որ մարդը սովորում է կարճ ժամանակահատվածում, նա շուտ մոռանում է, վերջապես։ Բայց այսօր ես գիտեմ, որ շատ կրկնուսուցիչները, չգիտեմ, ոնց է պարապող խմբեր, որոնք վարձավճարով պարապում են այդ մարդկանց հետ եւ շատ լավ են պարապում, կեցել իրենք, լավ թիմ է հավաքված, ուսուցիչը գնում է կամավոր ատեստացիայի, ունի այդ բավարար հմտությունը համակարգչի հետ աշխատելու, տեսերը լավ լրացնելու, ունի այդ բավարար հմտությունը, որ ամբերատար է, կարող է երեխան նստել, կարող է կապալ մինչև կենտրոնացման խնդիր ունի եւ արդեն այնքան բավարար գիտելիք ունի, որ կարող է լրացնել եւ հրաշալի ձևով տեսը լրացնում։ Բայց եկեք ասենք, որ դա բավարար չէ, որտեղ ուսուցիչը պիտի կարողանա այդ դասարան բավարարել։ Այն ուսուցիչը, ով հրաշալի կարող է լրացնել թեստը, ցավոք կան այդպես ուսուցիչներ, ովքեր լսարանում իր իմացածը չեն կարողանում տեսք հասցնել աշակերտին, այլ բան է իմանալ, այլ բան է փոխանցել։ Երբ դու որևէ բան չգիտես, դու կարող ես սովորել։ Այսօր սովորելը ամոթ չէ, այսօր հարցնելը ամոթ չէ։ Եթե ես որևէ բան չգիտեմ այս բարակում, ես կարող եմ հարցնել, սովորել։ Բայց եթե որ չունեմ այդ բավարար հմտությունը, որ կարողանամ իմ իմացածը իմ աշակերտին հասցնել ու առաջին հերթին սիրված ուսուցիչ լինել, եւ կարողանալ դասարանը կառավարել, սա կարծում եմ ամենակարևոր հմտություններից մեկն է այսօրվա մանկավարժական։ Եվ հարցնում են աշակերտին, թե որ ուսուցչին ես դու սիրում, որ արտակայ ուսուցիչ։ Նա չի պատասխանում մայրենի, նա չի պատասխանում մաթեմատիկա, չի պատասխանում տեխնիկա։ Ասում է, ով ինձ հասկանում է, լսում է եւ ինձ արձագանքում է։ Սա ամենալավ ուսուցիչն է։ Այսինքն ես այդ առումով ուզում եմ ասեմ, այո, մասնագիտական զարգացումը դա շատ լավ բան է։ Եվ ամեն ուսուցիչ իրապես պարտավոր է, եթե նույնիսկ դրսի կառավարական մոտեցումը չլինի, եթե ինքը ուսուցիչ է, այո, ինքը պիտի պատրաստված լինի, ինքը պատրաստ պիտի մտի լսարան, որտեղ այդքան մարդ, այդքան աչքեր իրեն են նայում, դեռ ինքը պիտի պարտավոր է դա անել։ Բայց երբ որ մենք դա կապում ենք մի քիչ այլ բանի հետ ես, օրինակ ուսուցիչ ջան, դու 40 տարվա մանկավարժ ես, 30 տարվա, եւ բավականին տարիքը հիշողություն եւ այլ այդ հմտությունը չունես, որ աշխատես, արի դու չանցած, արի քեզ անեն, վերենք մի մարդով կարճ ժամկետում այդ բոլորը կարող է անգի սովորել հմտությունը ունենալ, բայց ինքը չի կարող դասարանում այդ գիտելիք հմտությունը ունենալ։ Այսինքն դա ցանկալի է, բայց բավարար։ Հետո մի խնդրի էլ կուզեմ անդրադառնալ մոտիվացիան ուսուցիչների, ինչպես է դա ապահովում ես։ Աշխատավարձի բարձրացումը հասկացանք, բայց ինչքանով է դա աշխատող մեխանիզմ։ Գիտեք ինչ, երբ որ իրականում մոտիվացիան պիտի ներքին մղում։ Երբ որ դու անդադ պահանջում ես ուսուցիչ, միայն պահանջներ ես դնում, ուսուցիչ ինչքան է լավ անում, ինքը քիչ-քիչ է կատարում, ներքին մղումը պիտի լինի մոտիվացիան։
Իհարկե ուսուցչի մոտիվացիան մի քիչ կարող է անպագորգոր երևա, բայց սերն է իր աշխատանքի։ Եթե ինքը սիրով է դասարանում եք, դա իր բաժարար չի։ Այսօրվա ուսուցիչ այնքան բոքսերի որ ասել, որ մի ուսուցչի աշխատավարձը կբարձրանա այն դեպքում, երբ որ ինքը բնակամավորապես ստացայի, եւ մյուսը, որ բավարար լավ գիտեր լիքներն, բայց իսկապես չի համարձակվում այդ քայլին գնալ, հա, ինչ բաները նրան թողնել անտեսված, կարծում եմ ճիշտ չի։ Իսկ մոտիվացիան պիտի լինի սերը իր աշխատանքի եւ սերը երեխաների նկատմամբ։ Ես մի արձանագրում էի նաև ուզում անել ձեր մարզերի հետ կապված խնդիրը, որ բարձրացրեցիք, սուբյեկտիվ մեր անձնական փորձից ասեմ, քանի որ մենք մարզային դպրոցների հետ բավականին շփում ենք, նաև Երևանի դպրոցների հետ շփում ունենք, ահագին տարբերությունը զգում ենք, որ մարզերի երեխաները շատ ավելի ակտիվ ու մոտիվացված են լինում հաճախ համեմատած Երևանի դպրոցների հետ։ Այսինքն մենք արձանագրում ենք, որ Երևանի դպրոցներում ավելի լուրջ խնդիրներ ունենք այսօր երեխաների մոտիվացման եւ դեպի գիտելիքներ գիրք կարդալ, ձեր ասած ուղղորդելը, քան մարզերում։ Մարզերում իհարկե այն ինչ որ դուք ասիք, որ պիտի արվի, դա պիտի արվի, հանդիպումների շարք եւ այլն, ու մենք էլ ենք անում, բայց Երևանում երեխեքի հետաքրքրությունների դաշտը շատ ավելի ճակերտավոր ասած լայն է Ես հարգելի բարեկամ, վիճակագրական ներողություն եմ խնդրում, վիճակագրական ծառայության տվյալներով եւ միջազգային որոշակի փորձագիտական կրթական ծառայության տվյալներով Հայաստանի Հանրապետության մարզային այդ համայնքային կյանքի երեխաների գրեթե 28-ից 30%-ը կիսագրագիտության կամ անգրագիտության շերտ է կնած։ Իսկ 40%-ը գիգ ձեռք բերելու, այո դուք ճիշտ եք ասում, այդ ձգտումը կա, այս ձգտման մասին չեմ խոսում։ Ձգտումը նպատակասլացությունը ավելի լավ է։ Իրենք այդ պլանշետների բանի մեջ իրենք աշխատում են, իրենք գինեն սովորելու գինը, բայց խոսքս այդ հոգատարության, հոգատարության, նյութական աջակցության, կարծա գրքեր տալու, գրքեր նվիրելու, որովհետև այդ գրքեր իմիջիայլոց ներողություն եմ խնդրում, հիմա էլի այդ կողով այդ գրքերը որ վերցնում են, էլի գումար են տալի։ Տարականը ոչ։ Տարականը, բայց միջ ասիք տարակավոր բարգ։ Այդ ձեր ասացիդ լրիվ համաձայն եմ, ես ուղղակի լրացնում եմ այն մյուս։ Բան չասեցի, ես ձգտման առումով դուք ճիշտ եք։ Ես եմ մարզության աշտարակ Պերճ Պրոշյանի Գևորգ Էմինի հայրենիքից եմ։ Ուզում ասեմ Երևանի դպրոցներին տենց չանտեսենք ու Երևանի դպրոցների հետ էլ աշխատենք։ Շատ լավ։ Ոնց որ թե իմ հարցերն էլ ընդհանուր ավարտվեցին, ես ուզում եմ նաև սեպտեմբերի 1-ին անդրադառնանք, շնորհավորենք բոլորիս, անցել է չնայած 10 օր, բայց բոլորիս շնորհավորենք գիտելիքի օրվա առթիվ եւ մաղթենք այդ ուղղությամբ մեր պետության բարգավաճում, գիտելիքի եւ դպրության առումով եւ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ այս շարքը, որ մենք սկսել ենք անցած տարվա արդեն 1 տարուց ավելի, արդեն 50+ հանդիպումներ ունենք, կարող եք մեր YouTube-յան ալիքում դիտել, տարբեր թեմաների ենք անդրադարձել, ձեր հետևում գտնվող Հայոց երկիր գաղափարական բովանդակային քարտեզի 10-ից ավելի հասկացությունների ենթաթեմաների ենք անդրադարձել, ինչպես օրինակ կրթություն, ինքնիշխանություն, առողջություն, զորավոր երկիր եւ այլն։ Այդ շարքը YouTube-ում կարող եք գտնել մեր YouTube-յան ալիքում եւ դիտել բավականին հետաքրքիր հանդիպումներ։ Շատ շնորհակալություն բոլորին, ձեզ էլ, պարոն Սարգսյան, շատ հաճելի էր։ Շնորհակալություն։